Արփիկ Ստեփանյան, 55 տարեկան, Մարատի մայրն է։ Նորմալ է, մամ ջան, արդեն։ Գլխի ցավը անցավ։ Հա, բալես, ապրես Անի ջան, ապրես։ Այ Մարատ, այդ տղեն իր պահվածքով ինձ կատվածի կհասցնի։ Չնայած ասում եմ Անի ջան, եթե ինքը չուղվի, շարունակի խմել ու գիշերները ուշ տուն գա, ես տնից հանելու եմ մեկը, տղես չէ ով ուզում ա լինի, ես այդ պահվածքը չեմ հանդուրժի։ Դու մի ներվայրացի, մամ ջան, դու շատ ճիշտ ես մտածում։ Հա, Անի ջան, բա մամատ որ զանգել էր ինչ էր ասում։ Չես հավատա ինչ էր ասում։ Ինչ։ Պատկերացնում ես, ասում ա, ինձ Մարատի պահվածքը շատ էլ դուր ա գալիս է, դու սկեսուրդ եք այդ տղային մղում այդ քայլերին։ Դրան տես, բա չասեցիր, եթե այդքան լավն ա, տար քո տաններ պահի, տեսնենք քանի օր յոլակը գնաս այդ անաստվածի հետ։ Մամ ջան, դու հանգիստ եղի, ես տենց էլ իրան ասել եմ։ Ապրես Անի ջան, հələ մի հատ քոնն էլ չապիտենանք, դու ոնց ես։ Ոնց որ լավ չեմ, գիտես, Մարատը արդեն։ Կենացդ տեսաջան։ Մի խոսքով, Զոքանչ ջան, ես մերս ու աղջիկդ նենց են անում այդ իրանց ձևերով, այդ ամեն ինչով, որ այդ տուն չեմ ուզում ոտք դնեմ, գնալուց էլ են ժամին եմ գնում, որ քնած լինեն, հավեսները չունեմ։ Լավ, հասկացա, բայց պիտի պատճառ լինի, չէ, որ ձեր հարաբերությունները այդպես վատացել են, ինչ-որ պատճառ կա, հենց այնպես չի լինում։ Կա, իբր թե կա պատճառ։ Ասեմ, սրանից մի տարի առաջ, որ նոր էինք ամուսնացել Անիի հետ, մի երկու ամիս էր, ինձ գործ առաջարկեցին, մսի գործարանում պահեստապետ։ Ես էլ մի ընկեր ունեմ, 3 երեխա ունի, այդ ժամանակ էլ անգործ տանը նստած էր, չգիտեր ոնց պահել այդ երեխեքին։ Ես տարա մի խոսքով ընկերոջս տեղավորեցի այդ աշխատանքին։ Ստացվեց, որ իմ աշխատանքը ես զիջեցի ընկերոջս։ Հետո։ Դե հետո դրա մասին իմացան մերս ու Անին։ Ու այդ օրվանից կյանքս դարձավ մի հատ մղձավանջ։ Ես էլ հիասթափված, հասկանում ես, հետո ընկերոջս գործերը լավացավ, կահույք առավ, մեքենա առավ, տները վերանորոգեց, ու այդ ամեն ինչը անընդհատ տեսնելով մերս, կինս անընդհատ երեսով էին տալիս, բա վատ կլիներ, որ դա դու անեիր, այդ կահույքը քո տանը դրած լիներ, վատ կլիներ սենց, վատ կլիներ նենց, զզվել էի արդեն։ Սկսեցի խմել, որ գամ տուն վրաս այդքան չազդի այդ խոսակցությունները։ Հետո սկսեցի կամաց ուշ գալ տուն, ու այսենց։ Պարզա։ Այն որ դու քո ընկերոջը օգնել ես, դա շատ լավ։ Բայց որ քո աշխատանքն ես իրան տվել, դա արդեն լավ չի։ Որովհետև այս դարում մարդիկ առաջին հերթին մտածում են իրենց ընտանիքի մասին, հետո նոր ուրիշների։ Դու պիտի այդ աշխատանքը ընդունած լինեիր, աշխատեիր, իսկ հետո երբ որ մի ուրիշ աշխատանք լիներ, այն ժամանակ նոր ընկերոջդ առաջարկեիր։ Դե, հա, ճիշտ բան ես ասում, Զոքանչ ջան։ Այդպես էլ կարող էր լինել, բայց այդ ժամանակ իմ մտքով չանցավ։ Դե լավ, ոչինչ, շատ մի նեղվի։ Մարդիկ իրանց սխալների վրա են սովորում։ Ամեն ինչ դեռ կորած չի։ Այ եթե դու իմ խորհուրդը լսես, առաջին հերթին ինձ թվում է պիտի դուրս գաս այդ օղու արտադրամասից։ Դուրս գամ ինչ անեմ, կոնես ինձ մի 2 կոպեկ փող է գալիս ձեռքս։ Ասեմ, իմ կարի արտադրամասում կաշխատես։
Ինչ։ Մենակ չասես, որ պետք է կարանեմ, ես քի ասեղ բռնելու ձևը չգիտեմ։ Դե որ պետք լինի այդ ասեղ բռնելու ձևը կսովորես։ Դե լավ կատակում եմ։ Չէ։ Ինձ մոտ կարող ես առաքիչ աշխատել։ Ապրանքը խանութներով կտանես։ Ես քո այդ 100,000-ը քեզ կտամ։ Հետո երբ որ գործերը լավանան, գումարդ կավելացնի։ Բայց լավ բան ես ասում, գիտես։ Դե, Հա, ինչ եղել, որ ամեն քեզ կօգնեմ։ իհարկե, Համաձայն եմ։ պայմանավորվեցինք։ Լեյլան դստեր հարսանիքից մեկ շաբաթ անց մեկնել էր երկրից։ Ուստի Փեսային մոտիկից չէր հասցրել ճանաչել։ Վերադառնալուն պես, տեսնելով դստեր եւ Փեսայի անհաշտ հարաբերությունները, նա փորձում է շտապ որոշում կայացնել եւ պարզել իրական պատճառները, հույս փափագելով, որ կարող է փրկել իրականում ոչինչից հասունացող ամուսնալուծությունը։ Սոքար ջան։ Սոքանչ։ Համարաջ, Արե Սոքանչ։ բարև։ Գործերը ոնց են։ Շատ լավ, ոնց ասել էր, նենց էլ արել եմ, ամեն ինչ լավ է։ Ես այդ փողերն ես հաշվել եմ, բայց մի հատ էլ դու հաշվել ասեմ, չէ փողը։ Լավ։ Ապրես։ Սոքանչ, Աջան։ գիտես մտքովս ինչ է անցել։ Այս ապրանքը, որ մենք տանում ենք ուրիշի ենք տալիս, չէ։ Ասում լավ կլինի մենք մեր խանութը բացենք, մենք էլ ծախենք մեր ապրանքը։ Լավ է, չէ։ Լավը շատ լավ է։ Շատ լավ բան ես մտածել, բայց այս բային այդ գումարը չունեմ Մարատ ջան, չեմ կարող բամդ բացել։ Հետո մենք արտադրում ենք թող ուրիշներն էլ վաճառեն, Լավ, ոնց ասես։ բայց ապրես որ մտածում ես, հետո ես տեսնում, հեռուն ես նայում, կեցես։ Դե լավ, հիմա վերկած ձեռքերդ լվան, ես խոհանոցում հաց եմ դնում, արի որ մի հատ Մամ, Ասա բալես, մամ, չգիտեմ ինչի սիրտս անհանգիստ է Մարատի համար։ շատ իզուր։ Արխային Մարատին ոչ մի բան էլ չի պատահի։ Մարատը իր ջանի ղադրը շատ լավ էլ գիտի։ Դե մամ, ես մի քանի օր է տուն չի եկել։ Մտածում եմ բան պատահած չլինի։ Ոչ մի բան էլ պատահած չի լինի։ Դու ավելի լավ զանգի մամայից, տես տաննա գնանք խնամուս տեսնենք։ Մամ, բարև մամ ջան։ Լավ, դու ոնց ես։ Մամ, ես ու սկեսուրս ուզում ենք գանք քո մոտ, դե ուզում ա քեզ տեսնի։ Տեղ ես գնալու։ Դե լավ, ուրեմն վաղը կգանք, մամ։ Վաղն էլ տանը չես։ Չէ, Մարատից լուր չունեմ։ Ով դե ես ինչ անեմ, մամ, նրան բան եղած չի լինի, հանգստացի։ Չգիտեմ, հեռախոսը անհասանելի է, չեմ կարող զանգեմ։ Լավ։ Հա, ինչ էր ասում մամատ։ Ասում եմ, տեղ ա գնում, գործեր ունի, զբաղված է, ասեց, որ գործերը վերջացնի, ես քանի օր ինքը կգա։ Լսի անի։ Մամ, մի րոպե մի հատ բան ասեմ։ Ասա։ Այս քանի օրը մամաս տարօրինակ է իրան պահում։ Չգիտեմ ինչ ա պատահել, ինձ թվում է ինքը լավ էլ տանն էր, ուղղակի չուզեց, որ մենք գնանք։ Կարող է մամայիդ կյանքում տղամարդ կա։ Ինձ թվում է, որ իրենք միասին էին դրա համար չուզեց, որ մենք գնանք։ Դե չէ, այդ ժամին ինչ գործ։
Ես եմ կարողա։ Չէ, այմոն։ Հետո պատիլնի որ չէ, Ինչ ես բացառում։ Մեր այդ ջահել սիրուն կնիկա։ Ինձ թվում է չի բացառվում, որ տղամարդ ունենա։ Հա, լավ մտածի։ Այմոն ես ուրիշ պապա չեմ ուզում, ինչ ես խոսում։